Սահմանային ու անվտանգային հարցերն այսօր տաղավարում քննարկելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար, Հայաստանի նախկին պաշտպանության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Օհանյան։ Բարև ձեզ։ Սահմանին իրավիճակը դեռ լարված է մնում եւ մարդիկ խուճապի կամ տագնապի մեջ են ապրում։ Ըստ ձեզ, ադրբեջանական այս գրակոծները ինչի հետևանքն են Հայաստանի արտաքին քաղաքականության բաց թողնման, իշխանության пассив քաղաքականության, թե միջազգային անտարբերության։ Շնորհակալություն հրավերի համար։ Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում այսօր անկեղծությունը բացակայում է եւ Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը կարելի ասել որոշակի առումով եւ կեղծ է եւ նույնիսկ հնարավոր է խապկանք է, որովհետեւ բացի նրանից, որ հռետորաբանությունը պահանջները շարունակական են, նաև խախտումներ են տեղի ունենում նաև սահմաններում։ Սահմանային խախտումները դա առաջին հերթին խոսում է նրա մասին, որ Ադրբեջանն ասում է, որ խաղաղության պայմանագրի ես այնպես հեշտ չեմ գնալու, պետք է դուք իմ պահանջները կատարեք, որից հետո մենք կարող ենք այդ հարցը շարունակական դարձնել։ Երկրորդը հոգեբանական ճնշումներ են իհարկե հայկական կողմի վրա, սահմանային բնակիչների վրա, այն ինչ տեղի է ունենում Խնածախ, Վաղատուր եւ Խոզնավար գյուղերում, ես քաչ տիրապետում եմ, որովհետեւ իմ հարազատ հայրական պապական գյուղերն են եւ տեղեկությունները այնտեղից ես ստանում եմ։ Մյուսը իհարկե Ադրբեջանը փորձում է նաև ներքաղաքական խնդիրներ լուծել, իր ժողովրդին մշտապես զգոն վիճակում պահել, բայց իմ համար զարմանալի է, որ նաև միջազգային դիտորդները, եվրոպական դիտորդները ասում են, որ հնարավոր է ադրբեջանական դիրքերից կրակած լինեն։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ դիտորդների առկայությունը չի սահմանափակում Ադրբեջանին խախտումներ կատարելու։ Հիմա գյուղացիները հո իրենց տների վրա չէին կրակելու, բայց Ադրբեջանը նաև ռազմավարական առումով մեկ այլ խնդիր է կատարում, ինքը իրավական եւ նաև աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում միջազգային հիմքեր է ստեղծում, հետագայում աշխարհաքաղաքական վերադասավորումների, մեր տարածաշրջանում փոփոխությունների շրջանակներում իր ազդեցությունը շարունակական դարձնի Հայաստանի Հանրապետության վրա, ինչու՞ չէ, նաև եթե անհրաժեշտություն լինի, ինքը գնալու է սադրանքների։ Ըստ ձեզ, ինչու է հայկական բանակին տրվել չկրակելու եւ չպատասխանելու հրաման։ Մենք ուժ չունենք, թե պատճառային է, որ գնում ենք խաղաղության։ Միանգամից ասեմ, որ հայ ժողովուրդը իր ռազմավարական նպատակով եւ հավաքական կամքով, եթե ամբողջությամբ ճիշտ նախապատրաստի վիճակի է մեր երկիրը պաշտպանելու, այնպես ինչպես նաև հայկական բանակը, Արցախի պաշտպանության բանակը ի վիճակի էր 44 օրյա պատերազմում պաշտպանել Արցախը, գոնե կատարել խնդիրը լեռնանատարային պայմաններում, բայց նախ դրա պատասխանը պետք է պաշտպանության նախարարությունը տա, որովհետև իհարկե անկանոն կրակներին կարելի է չպատասխանել, բայց եթե այդ կրակահերթերը նշանակետին են, նպատակային են, այդ կրակահերթերին պետք է պատասխան տրվի, որովհետև յուրաքանչյուր զորամասի եւ յուրաքանչյուր ստորաբաժանման զինծառայողների պարտականությունների մեջ է մտնում սահմանում արտական հերթապահության ժամանակ պատասխանել, եթե կան այսպես սադրանքներ հակառակորդի կողմից։ Անընդհատ կրկնելը, անընդհատ հիշատակելը, որ մենք ցույցում ենք տվել չպատասխանել, դա ճիշտ չէ, որովհետև իրականում հոգեբանորեն ազդում է եւ զինվորի մարտական ոգու վրա եւ իհարկե սահմանային մեր բնակիչների բարոյական վիճակի վրա։ Դուք զուգահեռներ անցկացրեցիք Արցախի հետ, նշելով, որ այնտեղ էլ հնարավոր էր կազմակերպվել եւ միանգամից գնալ կազմակերպված պայքարի ու փորձել պահել այն, ինչը այդ պահի դրությամբ գոյություն ուներ եւ կար։ Բայց վերջերս հաճախ ենք լսում թեզեր, որ արցախցին չկռվեց եւ արցախցին թողեց իր հողը, եւ նույն զուգահեռ դիտարկմամբ հնարավոր է վաղը մյուս օր Աստված մի արասցե Սյունիքի չլինելու դեպքում կամ Սյունիքից որևէ կտոր հանձնելու դեպքում նախ նույնը խոսեն Սյունիքի մասին եւ երկրորդը արցախցին միթե չի կռվել։
Տեսեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եթե դուք նկատել եք եւ սահմաններում, եւ Սյունիք այցելության ժամանակ, եւ նաեւ անցած տարի, այսպես կարելի է ասել, որ ապօրինի սահմանազատում եւ սահմանագծում իրականացվեցին նաեւ Տաուշի մարզում, Կիրանցի հատվածում, անընդհատ նշում էին, որ եթե մենք չգնանք զիջումների, կլինի պատերազմ եւ նախորոք նշելով, որ այդ պատերազմում ինչ է, մենք պետք է պարտվենք, մենք պարտավոր ենք մեր երկիրը պաշտպանելու եւ այդ առումով ես կարող եմ ասել, որ նոր թեզ չէ։ Մենք բոլորս գիտենք, որ եռամիասնության եւ հայ ժողովրդի միասնության շնորհիվ է, որ մենք հասել ենք հաղթանակների առաջի պատերազմի ժամանակ, դա Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնության շնորհիվ է։ Դա նշանակում է, որ տարանջատել, մասնատել մեր ազգը տարբեր հատվածների, դա բարոյականությունից զուրկ է եւ ճիշտ չէ։ Իրականում մարտական գործողությունների ժամանակ բոլորն են մարտնչել, բոլորն են կռվել, իհարկե իրենց ուսերի վրա այդ պատերազմի ծանրությունը զգացել են եւ Արցախը եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, որտեղ որ այսպես գործողություններ են ծավալվել, բայց լայնամասշտաբ պատերազմի դաժանությունները, դժվարությունները իր վրա եւ առաջի պատերազմի եւ 44 օրյա պատերազմի ընթացքում զգացել է արցախցին, որտեղ որ արցախցիների հետ միասին մարտնչել են եւ հայաստանցիները եւ բոլորը միասին։ Այս հոգեբանական ծանր վիճակում, որ հայտնվել է արցախցին բռնագաղթեցումից հետո, կարելի է ասել նաեւ ցեղասպանությունից հետո, խոսել նման ենթատեքստով ես գտնում եմ, որ ճիշտ չէ։ Արցախի հատվածում Արցախի պաշտպանության բանակը, որը որ ձևավորվել էր Արցախի ինքնիշխանության, ինքնորոշման, ժողովրդի խաղաղ ապրելու պաշտպանության համար, ինքնապաշտպանության համար, Արցախի պաշտպանության բանակը 44 օրյա պատերազմի ընթացքում թվերով ասեմ 283 կիլոմետր պաշտպանության գոտուց 260-65 կիլոմետրը միջև վերջ պաշտպանել է։ Այսինքն հակառակորդը կարողացել է գլխավոր հարվածը հասցնել հարավային ուղղությամբ, ասենք Հադրութի ուղղությամբ եւ այդ ուղղությամբ զարգացնել իր բոլոր հարձակողական այսպես ուղղությունները դեպի Շուշի, դեպի Գորիս, Կապան, Մեղրի այդ հատվածները եւ այդ հատվածների պատասխանատվությունը ոչ թե պաշտպանության բանակի վրա է, այլ այն անձնավորության վրա, որը որ պատկերացնում է ռազմական գործողությունների թատերաբեմը տարածության ժամանակի վերախմբավորումներ կատարելու, բանակը համալրելու, որովհետև բանակը պատերազմի ընթացքում կորուստներ է։ Եթե կան անօրինականություններ, այդ անօրինականությունների դեմ պայքարելու ըստ էության գլխավոր հարվածի ուղղությունը փակելու բանակին աջակից լինելու։ Դրանում է եղել խնդիրը, որ չեն կարողացել։ Եվ այդ եթե խոսում են տարբեր մարտական գործողությունների մասին, սկսած, ասենք, հարավային մասից մինչև Շուշի կամ ասենք հայաստանյան պաշտպան սահմաններ, ապա այդ ամեն ինչը պետք է տեսնել այն համատեքստում, թե ինչպիսի գործողություններ է իրականացնել հակառակորդը, ոնց է նա իր առաջխաղացումը ապահովել եւ ինչու իշխանությունները չեն համապատասխան միջոցներ ձեռնարկել դրա դեմը կոպիտ ասած առնելու համար։ Նշեցիք այդ անձի մասին, որը որ պետք է ստանձնառներ այդ ժամանակ պատասխանատվությունը ու կազմակերպեր ամեն բան։ Այդ անձը կամ անձինք իշխանության հրամանով են գործել, այսինքն զինվորականներ էին, թե քաղաքացիական անձինք էին, որոնք որ չպատրաստեցին այդ գործողությունը, ձեռնամուխ չեղան, թե նրանց հրաման եկավ, որպեսզի որևէ բան չձեռնարկեն։ Ակնհայտ է, որ իշխանության բոլոր թևերի համագործակցության համար այսօր պատասխանատու են եւ օրենսդիրը եւ գործադիրը եւ նաեւ դատական իշխանությունը, դատաիրավական ամբողջ համակարգը եւ հասկանալի է, որ 2018 թվականից հետո եւ նաեւ 2020 թվականին իշխանության է այսօրվա քաղաքական էլիտան, այսպես կոչված Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ինքն է կազմակերպել, ինքն է
պարտավոր կազմակերպել այդ համագործակցությունը Արցախի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ ինքը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի կարողանա ռազմաքաղաքական իրավիճակի ճշգրիտ գնահատման արդյունքում որոշել գործողությունների առաջնահերթությունները եւ ամեն ինչ աներ, որպեսզի հայ ժողովուրդը ոտքի կանգներ եւ գնար Արցախը պաշտպաներ եւ Հայաստանը պաշտպաներ։ Այնպես չէ, թե միայն Արցախում ենք մենք ունեցել անհաջողություններ։ Ադրբեջանը պատերազմի ավարտից հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո նաև առաջխաղացում է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմաններում, նախ ամենակոպիտ սխալը, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տվել պատերազմի կանգնեցնելուց հետո փաստաթղթում նշված էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ որ պատերազմը ավարտել է, Սյունիքի հատվածում բավականին մեծ տարածք են տվել ռազմավարական ճանապարհներ, ռազմավարական, այսպես կարևոր կետեր։ Երկրորդը Ադրբեջանը չունենալով որևիցե մի ենթակառույց, բնակեցված բնակավայրեր, ինքը կարողացել է ավելի շուտ բարձրանալ մեր ռազմավարական բարձրունքները, Սևլիճ, Իշխանասար եւ այլ բարձրունքներ, ասենք Կապանի, Գորիսի արանքում ճանապարհահատված, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որ իրենց արժեվ ունեին եւ բնակավայրեր, բնակեցված բնակավայրեր եւ համապատասխան ենթակառույցներ, միայն պետք էր նորմալ ղեկավարություն, որոնք որ կմտածեին, որ առաջընթացով գնային, զբաղեցնեին այդ ռազմավարական կետերը, որի պատճառով այսօր մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ եւ այդտեղ էլ Ադրբեջանը այդ 200-ից ավել քառակուսի կիլոմետր գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, նույնիսկ դա էլ հիմք ընդունելով շարունակում է ճնշումները, նոր պարտադրանքները, նոր պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այնինչ եղավ 2020-ին, հետո 23-ին բոլորն են տեսել ու իհարկե դրա մասին բազմիցս են խոսում եւ պետական մակարդակով եւ արդեն ընդդիմադիրները, բայց վերադառնալով հայաստանյան իրականություն ու այն ինչը հիմա կատարվում է մեր սահմաններին։ Կա տեսակետ, որ Հայաստանի իշխանությունը հիմա միտումնավոր է լռում, որպեսզի չխաթարվի բանակցության գործընթացը եւ որևէ անսպասելի քայլ չձեռնարկվի։ Ձեր կարծիքով հենց այս պայմաններում հնարավոր է գնալ խաղաղության։ Տեսեք, խաղաղության գնալու համար երաշխիքներ են պետք։ Նախ այս իշխանությունները բազմաթիվ անգամ ես դրա մասին խոսել եմ, անընդհատ կրկնում են այն անգրագետ թեզը, որ խաղաղությունը անվտանգության երաշխիքն է։ Խաղաղությունը չի կարող անվտանգության երաշխիք լինել, խաղաղությունը երաշխիքների համադրված գործածմամբ արդյունք է, այն ազգային անվտանգության հիմնարար արժեք է։ Եվ երբ որ խոսում է ուժային պաշտպանության եւ բանակցային գործընթացի մասին, դրանք զուգահեռ ընթացող process-ներ են։ Այդ երաշխիքները լինում են ազգային երաշխիքը դա մեր բանակն է, մեր ուժային մնացած բոլոր կառույցներն են, մեր ներքին համախմբվածությունն է, մեր ռազմավարական նպատակը եւ նաեւ մեր հավաքական կամքը։ Եվ դրան զուգահեռ պետք է ընթանան նաև միջազգային երաշխիքների ձևավորումը, միջազգային երաշխիքները դա բանակցություններն են, որոնք որ արտաքին քաղաքականության հիմք են կազմում եւ մեր նման պետությունները միայնակ չեն կարող այդ բանակցային գործընթացում ունենալ հաջողություններ, եթե չկա երկկողմ հարաբերությունների միացյալ պաշտպանության եւ նաեւ բազմակողմ հարաբերությունների հավաքական պաշտպանության այդ համակարգը։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մտավախություն ունեն, որովհետեւ այդ միացյալ եւ հավաքական համակարգը, թեկուզ դա իր մեջ պարունակել է նաեւ բազմաթիվ թերություններ, իրենք պարզապես արտաքին քաղաքականության մեջ փլուզել են եւ այսօր փորձելով միայնակ գնալ բանակցությունների, իրենք մենակ հայտնվել են, Հայաստան այսօր մենակ է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի։ Դրա համար մտավախություն կա, որ կատարենք ամեն ինչ, կատարենք նրանց բոլոր
պահանջները միակողմանի գնանք զիջումների, միայն թե խաղաղություն լինի, պատերազմ չլինի։ Գիտեք, եթե միակողմանի զիջումների ես գնում առանց քո անվտանգային համակարգի բազմավեկտոր ձևավորման, միևնույն է, այդ պատերազմը դու ստանալու ես։ Ես երեք էլ կարծեմ հարցազրույցի ժամանակ ասացի, որ մեր հարաբերությունների զարգացումը նման է մի հասարակ դատավարության, որտեղ որ նախ եւ առաջ մեղադրողի եւ մեղադրյալի տեղերն են փոխված, Ադրբեջանը ինքը հանդիսանալով մեղավոր, մեղադրյալ, այսօր մեղադրողի դերում է, իսկ մենք մեղադրյալի դերում ենք առանց որևիցե մի պաշտպանի։ Եվ այդ իրավիճակում գրագետ պաշտպանություն, իրավական, անվտանգային, աշխարհաքաղաքական լուրջ գործոնների պաշտպանության բացակայության պայմաններում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ես ցավով եմ դա ասում, ռազմատենչ հակառակորդի հետ հարաբերություններում գնում են ողորմածության։ Մի կողմ դնելով այս կոլապսը, որը որ ստեղծվել է, դուք որպես պաշտպանության նախկին նախարար, ինչպես կարձագանքեիք այս իրավիճակում, ինչ հրաման կտայիք, որը կլիներ անհապաղ եւ շտապ, եւ մի կողմ դնենք այն, որ դուք հիմա անդիմադիր գործիչ եք, որպես խորհուրդ կամ որպես ճգնաժամային լուծում, որը կլիներ դա։ Տեսեք, ճգնաժամային իրավիճակներում եւ նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, որոնք որ բազմաթիվ այսպես սպառնալիքներ, ներքին եւ արտաքին սպառնալիքներ են բերում այն անվտանգության միջավայրին, որոնք որ կա Հայաստանի շուրջը, Արցախի շուրջը, ճիշտ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում առաջնահերթությունների, գերակայությունների ձևավորումն է։ Այդ գերակայությունների առաջնահերթությունների մեջ այսօր անվտանգության խնդիրների արագընթաց տեմպերով իրականացնելն է։ Ես գտնում եմ, որ այսօր եւ սահմանային իրավիճակում եւ նաեւ մեր բանակի մարտական պատրաստականության երբեմնի վերականգնման ուղղությամբ աշխատանքները բավականին թերի են ընթանում եւ բավականին դանդաղ են ընթանում։ Կարելի ասել, որ այս 5 տարիները որոշակի առումով նաեւ կորցված հնարավորությունների տարիներ են եղել։ Տեսեք, ես հենց այնպես չեմ ասում, էլի, օրինակ մենք տեսնում ենք ուժային կառույցների տարբեր ստորաբաժանումների ձևավորում, ուրճացում, արագընթաց կահավորում տրանսպորտով եւ այլ միջոցներով, աշխարհառումով իբրև բարեփոխումներ, աշխատավարձի բարձրացում եւ այլն, բայց այդ նույն կազմհաստիկային կառուցվածքային փոփոխությունները բանակում արագընթաց տեմպերով չէին, մենք չենք տեսնում։ Օրինակի համար ես լինեի այսօրվա իշխանությունների փոխարեն, այդ կարմիր եւ սև բերետավորներին, որոնք իրենք ձևավորել են իրենց աթոռները պահելու համար, դրանց փոխարեն հատուկ նշանակության մի քանի զորամասեր կձևավորեի, որոնք կտեղակայի տարբեր ուղղություններով կամ ժամանակակից համակողմանի ապահովման տարբեր ստորաբաժանումներ, որոնք որ այսօրվա, ասենք, մարտական գործողությունների հիմք կհանդիսանեն։ Հասարակ մեկ բան, բոլոր ուղղություններով իրավական ոլորտը, դատավորներ, չգիտեմ, դատախազներ, պարեկներ, բոլորի աշխատավարձը հենց այնպես խախտելով իհարկե գոյություն ունեցող նախկին գործակիցներով ձևավորված համակարգը աննախադեպ թվերով աճեցրել են, բարձրացրել են, բայց բանակի աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ ասում են, որ ճակերտներով ասած ատեստացիա պետք է հանձնես, որպեսզի սահմանում, ասենք, սահմանը պահող պատերազմի դժվարությունները, դաժանությունները, այդ զոհվելու մահի, այսպես վտանգը իր վրա կրող անձնակազմին ասում են կգաս ատեստացիա կհանձնես, սա ինչի եմ ասում ճակերտներով, որովհետև նախ եւ առաջ դա ատեստացիա չէ, որովհետև ատեստացիան դա անձնակազմի զինծառայողի անհատական պատրաստության եւ նրա գործի արդյունքի համադրումն է։ Օրինակ
երկու գումարտակի հրամանատար, մեկը հանձնել է, մեկը չի հանձնել, բայց գնում են հետագայում ստուգում են եւ տեսնում են, որ ով չի հանձնել, այդ ճագերտներով ասած ատեստացիան, որ դասային որակավորման աստիճանի բարձրացման ուղղությամբ քննություններ են։ Իր գումարտակը ավելի լավ վիճակում է եւ այսպես շարունակ։ Մեր առաջարկությունը եղել է, իմ առաջարկությունը անձնական եղել է այն, որ բանակի բազային աշխատավարձը պետք է կտրուկ բարձրացնել, որպեսզի բանակի համալրման գործընթացը լինի առաջընթացով, քան այլ ուժային կառույցների համալրումը, որոնք որ իրենք իրականացնում են իրենց աթոռները պահելու համար։ Խոսեցիք բանակից, իսկ վերջին տարիներին մենք նկատում ենք, որ բանակի դերը կարծես թե փորձում են, չասեմ թե նսեմացնում են, բայց ավելի են իջեցնում։ Այսինքն նույն երկու ուժային կառույցներն են, հա, մեկը ներքին հարցերով է զբաղվում, ներքին հարցերն է լուծում, մյուսը արտաքին եւ սահմաններն է պաշտպանում, բայց մի դեպքում տալիս են էլ ավելի բարձր աշխատավարձ, մյուս դեպքում այնքան ցածր, որ մարդիկ ընտանիքներ պահելու խնդիր են ունենում եւ Փաշինյանի վերջին հայտարարություններից էր, որ պետք չէ բանակը սրբագործել եւ սուրբի տեղ ընդունել, հա։ Այս առումով ինչու են փորձում բանակի դերը այսքան իջեցնել, ինչ խնդիր ունեն բանակի առջև դրված։ Նախ բանակի սրբագործումը նման է ոնց որ Արցախի սրբագործման, որովհետեւ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ մենք ունեցել ենք արժեքներ, որը տարիներ ի վեր մենք երազել ենք, ունենալ սեփական բանակ, ձեռք ենք բերել բանակ, եւ բանակը մեր համար սրբություն է, որովհետեւ ինքը սուրբ գործ է արել մեր հայրենիքի պաշտպանության եւ նաեւ Արցախի պաշտպանության եւ երկրորդ սրբությունը մեր համար Արցախն է եղել, բայց երբևիցե մենք չենք ասել, որ բանակը եւ Արցախը այնպիսի կառույցներ են, որտեղ որ չկա, ասենք, թերություններ, չկան բաց թողումներ եւ բանակի եւ Արցախի զարգացման գործընթացը մենք միշտ դրել ենք իրատեսական հենքի վրա, ճիշտ գնահատելով եւ կարծում եմ, որ իրենք ապացուցել են եւ բանակը առաջին հերթին ապացուցել է, որ ինքը ի վիճակի է մեր երկիրը պաշտպանելու։ Կարծում եմ, որ արհեստական այսպես նարատիվ է, երբ որ ինքը իրենք խոսում են այսպես բանակի չափից ավելի սրբագործման, բանակը իր ուրույն տեղն ունի մեր պետական կառավարման համակարգում, անվտանգության համակարգում առաջնահերթություն է ինքը եւ նաեւ զինվորական ծառայությունը ըստ մեր կանոնադրությունների, ելնելով ծառայության առանձնահատկություններից, իսկ այդ առանձնահատկությունները սահմանափակումներն են եւ պատերազմի ընթացքում նաեւ դաժանություններն են, որ իրենք իրենց վրա ուսերի վրա պետք է ինքը մնացած բոլոր ծառայություններից հաշվում է որպես գերակա ծառայություն։ Մեր իրականության մեջ ընդհանուր առմամբ, երբ որ վտանգը ամեն օր դոփում է մեր այսպես զարկում է մեր դռները, մենք բանակի վրա մեծ ուշադրություն պետք է դարձնենք, բայց բանակի զարգացումը պետք է լինի իրական հենքի վրա, իրական այսպես քայլերով։ Պարոն Օհանյան, եւ մի հարց ձեր խմբակցության եւ ընդդիմության մասնակցության վերաբերյալ, շատերը կարծում են, որ ընդդիմությունը կարող է լինել ավելի ակտիվ ու ազդեցիկ այս փուլում եւ ինչ է կարծում, ինչն է խոչընդոտում ընդդիմադիր ճակատի միավորմանը կամ ավելի հստակ օրակարգի ձևավորմանը։ Ընդդիմադիր ուժը իր դերակատարությունն ունի, առաջին հերթին եւ ազգային ժողովում, եւ ազգային ժողովից դուրս իր գործունեության համար եւ ընդդիմադիր ուժը այն ուժն է, որ կարող է սահմանափակել, արգելել, հավասարակշռել այն բոլոր անթույլատրելի քայլերը, որ այսօր մեր իրականության մեջ կատարում են այսօրվա ուժերը։ Ընդհանուր առմամբ խորհրդարանային կառավարման մեջ ուժերի այսպիսի անհավասարակշիռ իրավիճակը անթույլատրելի է, որովհետև տեսնում եք, որ քաղաքական մեծամասնությունը ինչ ուզում այն էլ դակում է ազգային ժողովում եւ մեր բոլոր նախաձեռնությունները կարելի ասել, որ վերաբերում են անվտանգությանը, Արցախին, սահմանային եւ այլ իրավիճակին չեն հասնում իրենց նպատակին։ Այս առումով հետագայի համար ես գտնում եմ, որ մեր համար ավելի ճիշտ կլիներ այսպես կոալիցիոն կառավարումը, որոնք որ մեկը մյուսին կարող էին հավասարակշռել եւ զսպել եւ ճիշտ որոշումներ
ընդունել։ Ընդդիմությունը ոչ միայն ազգային ժողովում, այլ ազգային ժողովից դուրս բավականին լուրջ նաև նախաձեռնություններ է իրականացրել այս տարիների ընթացքում տարբեր շարժումների ձևով, հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում եւ այլն, եւ այսօր սրբազան շարժումը, բայց ցավոք սրտի մենք ուժերի ավելի լայն գեներացում չենք ունեցել, բայց միևնույն ժամանակ էլ կարելի է ասել, որ այդ շարժումների ընթացքում մենք փորձել ենք եւ մեր համերկրացիներին եւ սփյուռքահայերին եւ նաեւ միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայի գենը պահպանվում է, հայի կամքը, պայքարի ոգին առաջնահերթություն է եւ մենք կարող ենք ծնկի իջած վիճակից վեր կանգնել եւ մեր արժեվ դրված խնդիրներն իրականացնել եւ մյուս կողմից էլ ընդդիմության դաշտը բաց է այսօր բոլոր ուժերի համար։ Ընդդիմության գործունեությունը չի նշանակում, որ միայն ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի գործունեություն կամ բավականին լուրջ բազմաթիվ քաղաքական ուժեր, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք որ իրենց գործողություններում ազատ են եւ մենք միշտ էլ ասել ենք, որ նրանց այսպես դաշտը ազատ է, թող աշխատեն։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։